Շնորհակալություն Սյուրանկերուս տաղավար, ես Տիգրան Գալստյանն եմ, ում ես դարել եմ 9 բանկի տուժած ծախսահարի զոհ եմ դարել, դեպքը տեղի ունեցել ես 2020 թվականի փետրվարի 5-ին, 20-27 րոպեին SMS եկավ իմ հեռախոսբջջայինից անմիջապես SMS, մի րոպե չանցած 9 բանկի աշխատանքից զանգարեց, բայց ասեց ինչ որ դուք լինք եք հաստատել, ասի ինչ լինք կներեք, արդեն պատրաստվում եմ որ քնեի։ Ասում եմ Binance-ի լինք է եկել։ Ասում ճիշտ է Binance-ում ես չկամ, ես չեմ էլ պատկերում դա ինքնին ինչ է ներկայացնում, հա լսել եմ ինչ որ ինքը տես կրիպտոալ արժույթ է։ Բալա, ասում եմ ցուցադրել ինքը արդեն ինչ որ հաստատած է, ձեռտված է։ Ասի նորից եմ ասում 9 բանկի ես դեռ չեմ տվել։ Բալա արդեն ասում է ձեր հաշվից արդեն անկախեկացվել է 1.800.000 ձեր գումարը, վերածվել է դոլարի։ Ու դուրս է եկել։ Այո, տեսեք նայեք։ Քարտից վրա է որ հեռախոսից մեջ ինքը լինք եկա Binance-ի, ինքը դոլարն է ցույց տալի 4500 ինքը ասում է վերածվել դուրս է եկել։ Բայց լավ ինչ տարբերակ ասում է ամսի 6 եկավ, ասես գնացեք 9 բանկ, գնացել եմ 9 բանկ, 2 քարտերս տալ եմ։ Այնտեղ էլ ինչ որ պետք է տես ցույց տվի բան, ասում եմ մենք տեղյակ չենք, ասում է 3-րդ անց, ասի 3-րդ կասիկով, ասում չեն կարող, ասում եմ 3-րդ կամ քարտ կա, չէ մեկին տրամադրել է կամ ցույց եք տվել, ասի իհարկե ոչ։ Բալավ, հիմա ձեր քարտերից կհանձնենք, մենք նոր քարտ վերաթողարկենք, դիմում գրեցինք եւ այլ, բալավ 10 աշխատանքային ընթացքում ձեր պատասխանը կգա։ Այդ օրը ասել լավ գնացեք ոստիկանություն գնացի, այնտեղ էլ նույն դիմումը, նույն ամեն ինչ ասել եմ, բա ասում է կիբեր հանցագործություն ա եղել դա։ Ասես ես քնիչը կզանգարի կանչի։ Ասի բալավ։ Փետրվարի 12-ի եկավ քնիչը զանգարեց, ասեց ձեր գնացեք 9 բանկ, ձեր քաղվածքը բերեք։ Քաղվածքը բերել եմ ժամը 4-ին եղել եմ ես քնիչի մոտ, ամենչապես Շինգավիթի բաժանմունք։ Այնտեղ էլ հարցեր տվեց, քննություն տվեց, ոնց ա դեպքը, նույն բանը ես իրենց ներկայացրեցի, ասի սենց դեպքը եղել, ասի SMS-ը ես որ չեմ հաստատել, ասում եք կարող 3-րդ այսինքն ձեր անունով ոչ թե վարկ են ձևակերպել, այլ վարկեր են ձևակերպել։ Նայեք, ես կպատմեմ, հեսա կնայեք։ Արել եկել քարտը սկսեց բացվել, 9 մոբայլ, դաժե 9 մոբայլից բենկինգներ են բլոկավորել նույն օրը։ Երկու օր չանցեց արդեն որ ինքը բացեց տեսամ արդեն 6 միլիոն վարկա ձևակերպել։ Ասեք քեզ բան։ Բայց հետո դրա համար այնտեղ որ ասել եք քնչականում, բա ասում է դի ինչ որ դու կարող ես որ քարտ մարկան տվյալ մոբայլ վարկիդ կապված ես իհարկե ոչ։ Դե բնականաբար այս վարկից գնացել է հենց ամիջապես Binance-ին։ Դե ման պայքարում եք հետո դրանից մի ամիս հետո էլ դիմել եմ մեր պարոն Մհեր Կարագոզյանին, այդպես ակցիաներ են կանում։ Իսկ 9 բանկը ինչ է ձեզ 9 բանկը նայեք, 9 բանկը ոնց որ ասես նայեք, հիմա ասենց ասեմ, պատասխան եկավ 10 օրվա ընթացքում։ Ինքը ասում է ոնց որ ասեց շեշտում է իբրև դուք եք, ասում է ձեր կողմից այդ կոդը հաստատվել, դուք եք հաստատել, անդադ էտա պնդում։ Բայց դուք հաստատել եք։ Իհարկե ոչ։ Եթե նայեք, եթե նույնիսկ հաստատած լինեք, բայց բանկը իրավունք ունի ձեզ պաշտպանելու։ Այո։ Եվ մինչև հաստատելը ձեզ պետք է զանգահարել, ոչ թե արդեն։ Դաժե վարկել է, դաժե վարկի անգամ դաժե մուսման վախտը չի եկել։ Հա։ Դաժե գես ոնց ինքը որ գումարը կանխիկացվել է դաժե անդադ ինքը ասում է դուք ինչ որ 3-րդ անց անդադ նույն բանն է պնդում իբրև թե ես ինչ որ անձի եմ տվել կամ ինչ որ լինք եմ հասցրել կամ Binance-ում ինչ որ գումար եմ դե փոխանց ես գումար չեմ դաժե ես անցել ասի ես այդ Binance-ում չկամ դաժե գրանցվածել չեմ դաժե ես չեմ պատկերացնում դա ինքը ինձ ինչ է Այսինքն բանկը միայն ասում է, որ ոչինչ չեք կարող անել, մեղավորությունը ձերն է, որ դուք կոդը Մեղավորությունը իբրև ես մեղավոր ասում եմ դուք եք այս սեկյուրիտի անվտանգության կոդը, ինչ որ կոդը չգիտեմ ինչ, ասում եմ դուք եք ինչ որ դուք ձեռծարին տվել կոդը։ Նույն բանը կենտրոնական բանկը է ասում, այնտեղ էլ եմ գնա դաժե դիմում գրել։ Էլի 10 օրը ընթացքում նույն բանը։ Իսկ դուք պատրաստվում եք այդ 6 միլիոնը վճարել։ Իհարկե ոչ։ Ես մարտ ամսից Միջև 43 2 օր առաջ կանեք 2-3 օր առաջ 9-ից զանգարեցին ասում են Տիգրանին ասի այո Տիգրան դերից խոսում ասում է 70 օր արդեն դուք ուշացում ունեք բայց ինչ եք պատրաստում անեք վճարեք ասի նախ առաջին ինչի պետք է վճարեմ միթե այս այդ գումարը որ չեմ տեսել այդ 6 միլիոնը ինչի՞ հիմա պետք է ես վճարեմ բա ասի ես հիմա ասի խոսքերի մասի գործից քնչականում արդեն հատած ասում դուք եք ասում մասնակցում ակցիաներին ասի այո բա եկեք բանկ մի հատ մտածենք ոնց անենք ուզում ասի եկեք բանկ պայմանագիր ստորագրեմ ոնց որ ասած մնա պարտավորված լինենք այո մնա ես
իհարկե ոչ։ Իսկ դաժե Մհեր Կարագոզյանն էլ ասացել է հանգարց եթե չգնաք պայմանագիր ստորակ կա։ Ու այդ 6 միլիոնի վրա տոկոսներն էլ չէ գալու։ Եկել է արդեն։ Արդեն եկել է որ գումարս հաշվում արդեն 300,000 գումար է կազմում։ Ու չեմ էլ պատրաստում վճարեմ։ Եթե լավ, եթե գումարը վեկարած տնի, բնականաբար ինչի՞ իմ լինի, եթե կոպիտը սուսմուկ տամ, ասեմ, հա, ես վեկարել եմ ու ուսոց մեղքը գցեմ իրաց վրա բախտեմ։ Բայց դուք այդ չեք նպատակին չի ծառայում։ Նայեք, իմ պայքարը էնա, իմ պայքարն գործը։ Ես մենք պայքարում ենք այդ վարկեր չեղյալ արվի, եւ մեր այդ ամբողջ ժողովրդի գողացված գումարը հետ վերադարձվի մեզի։ Մեր ամբողջ պայքարը մտա դա է։ Դուք մոտարապես տուժել եք 7 միլիոն դրամ, ես ոնց հասկացա։ Մեկը իմ ազնագ նայեք, երկու քարտ ա եղել։ Առաջին եղել է արկա քարտս իմ աշխատավարձը որ դնստում։ Իսկ մեկը վիզա քարտ ունի, գցած սապաս քարտ, ասենք կարող է որից մի բան առավտ մարի, դե քարտը քարտը առավտվել է չկամ։ Իրանք այդ նայժը եղել է մեջ հիշում 2 միլիոնից ավել գումար ա եղել ընդամենը։ Քարտից տեղափոխել են Ինոկո մոբայլ իմ հաշվի միջև, վիզայից են գործողություն արել։ Հետո ամս 11-ին SMS եկա, որ 1.800.000-ած գնացել է Վիլնյուս։ Դա հենց Binance-ն է, որտեղ ասում է այդ կրիպտոալ Binance-ը, Binance-ը ինչ արժույթները, ասում է դաժե մի բիտքոինը, դե ասում է 90,000 $։ Ես այդ գումարը չի, ես դաժե ծրագիրը գաղափար չունեմ։ Ես չերես ինտերնետով եմ ասել, որ ինչ որ կլինիտ ինչ է ներկայացնում։ Լավ, իսկ ինչպես եք լուծումը տեսնում։ Պարզ է, որ չեք ուզում վճարել, բայց նայեք, տեսեք, մենք պայքարել ենք, հիմա լուծումը դե որ ասեմ, հա, հույսից չեմ կտրում։ Այդ իմ քրտինքը ես ճիշտ ասած չեմ, ոնց որ ասած փշերի վրա եմ։ Ներողություն, իսկ եթե դուք հիմա չեք վճարում, ոչ էլ մտադրություն ունեք վճարելու։ Բայց չի եղել մտադրություն, որ տեսեք, այսպիսի մտածմունք չի առաջացել, որ մեկա վերջում եթե պետք է վճարեմ, գոնե հիմա վճարեմ, որ շատ տոկոսներ եկած չլինի։ Նայեք, տեսեք ինչ եմ, եթե ասում մի հասցե։ Զերծարին չգտնվավ, ինգավ դատարան, ինգավ հարկադիր կատարության ծառայություն, բնականաբար ես պետքա դա, չգիտեմ ոնց, պետքա սանակի տարբերակ լուծվի։ Դա միավ, դե ես չեմ պատրաստ, եթե ես աշխատող եմ գրանցված, պետքա ամեն ամիս իրանք 30% գանձեն, դե 30% գացեմ մոտավորապես մի 100,000։ Ես ինչի համար պետքա ես չարած գումար համար, ես պետք է ամեն ամիս իրանք 30% գանձի միջև։ Իսկ չեք մտածում, որ արդեն կանցնեն ձեր աշխատավարձին կամ անշաշտ գույք չունեմ, ցավոք գույք չունեմ։ Բայց աշխատավարձին նայեք, տեսեք, ես առաջի անգամ 20 թվին եմ մարել, ունեցել եմ հարկադիր, ուշացրել եմ, դե արդեն մեղքով եղել, ուշացրել եմ խնդիրի առաջ, դե արդեն մարել եմ։ Բայց ես ուրիշ 9 միլիոն է եղել, ուշացրել եմ։ Բայց ամբողջը մարել եմ, այդ ընթացքում էլ նավսակեցելու չի, իմ sense ասած էլի կոպիտ ասած գույքից ինտենտվանից ոնց որ գրանցումից դուրս եկա որ մարդը բոլոր դեպքերում sense մոմենտ լինի չգանեմ ես գույքի իմանուց չի չգան գույքս բռնականցին ոնց որ ասած դուրս հայտնվեմ դրաբար ինձ փաստաբան ասած եթե դե չգիտեմ գին ինչքան ասած պետք է ասած աշխատավարձից 440 տուր ներկայացնեք որ այս սնանկի հարցը լուծվի բայց վերջի վայրան դա պետք է արվի վերջի տարբերակը լուծումը դա է սնանկի տարբերակը եթե չգտնվի զերծարին բայց մենք հիմա պայքարում ենք որ այս ամեն ինչը չեղյալ արվի, ասում է սառացնելը դա բոլորին այդպես դառը չեք նայում։ Դե նայեք, սառացնելը այդպես ոնց սառացնում ցոր ասած 5 տարի կանգնացնես, էս ասեմ, 5 տարի հետո իրենք ասում են մինչև գտնենք, բայց եթե չգտնվի, միևնույն է ասել է հարաբերական է, դժվար է գտնեն։ Դա ուղղակի է, դաժե տեսեք հիմա դες այդ գումարը արդեն դուրս դուրս եկի, ասում է դաժե մենակ իմը չէ, էլի մարտիկան այդ կրիպտոալից, էլի դուրս է եկել։ Պրոստը չգիտեմ, հավանականությունից չեմ ուզում հուշ կտրեմ, բայց հավանականությունը ասում է 50, դաժե քանի շատ է 50-50-ը։ Կարող է ինչ բարդ է չգտնվի։ Ինչպես լսում եք։ Տիգրան ջան, ամփոփելով ինչ խոսք կուղեք Ինեկո բանկին։ Ինեկո բանկին խնդրեմ որ ես ասել եմ, ես որ չեմ էլ պատրաստում վճարումը անեմ։ Ու չեմ էլ վճարելու, ես ասում եմ Ինեկո բանկին։ Ես նույն բանը յանցել եմ ասել, հերախոսի միջոցով էլ եմ ասել, որ չեմ վճարում, այդ գումարը չեմ էլ պատրաստում։ Վարչան։ Շնորհակալություն ձեր պատմության համար։